Школу все заканчивали и уезжали в Россию, в институт поступали, и там оставались, и там живут, замуж выходили, женились, и там и живут, и все. Ну, молодые хотят... Молодые уехали, старые умерли, молодые уехали, и все. Так вот. Так и в Армении, армяне тоже так. Վասիլի Յակուշևն է, ով ծնվել եւ մինչ օրս ապրում է Տաշիրում, նրա հայրն ու պապը եւս ծնվել են այստեղ։ Ասում է իր նման տարեց ռուսներն են մնացել քաղաքում եւ տարածաշրջանի գյուղերում, նրա հաշվարկներով ընդամենը 30 մարդ։ Есть еще, сколько, наверное, в районе около 30 человек. Во всем районе Калинина, поселом, да. Ну, как я, старики. Տաշիրը Հայաստանի հյուսիսային շրջաններից մեկն է եւ ինչպես բնորոշ է բարդ բնակլիմայական պայմաններ ունեցող նման տարածաշրջաններին, այստեղ եւս ժողովրդագրական լուրջ խնդիրներ կան։ Արտագաղթի ծավալները այստեղ եւս մեծ են։ Եթե կորզանեք նրանք աշխատեն։ Աշխատատեղը լեսիմ չկա։ Ամենակարևորն աշխատանքն է։ Եթե աշխատանքին ամենալավ քաղաքն է։ Դե աշխատանքի մոմենտ է, որ սա աշխատանք չկա, դրա համար մարդիկ գնում են աշխատանքի։ Բայց որ աշխատանք ելնի, ոչ մեկ նստից տեղ չի հետա։ Ես Երևանից եմ, եկել եմ ստեղ եմ ապրում, ստե իմ դուրը գալիս է, օդով, ամեն ինչ մաքուր, շատ լավ։ Մի հատ նայեք, փողոցները մի հատ ֆրացեկտես, ինչ է կատարվի։ Вообще ճանապարհ չկա։ Вообще ճանապարհներ վիճակը ավոր է։ Էս ահա, pedagogan ճանապարհը կա, բայց այն փողոցներ մաստատ չկա։ Կան առևտրի եւ սպասարկման կետեր, փոքր ու միջին արտադրամասեր, սակայն դրանք բնակչության զբաղվածության հարցը չեն կարող էականորեն կարգավորել։ Շատերը մեկնում են արտագնա աշխատանքի, ոմանք դժգոհում են կառավարության եւ տեղի իշխանությունների աշխատանքից, սոցիալական виճակից, ոմանք էլ, ինչպես Վասիլին, շատ пահանջներ չունեն, բավարարվում են եղած թոշակով եւ մաքուր օդու ջրով։ Здоровье хорошее, пенсию получаю, никто не обижает, воздух чистый, вода чистая, больше мне ничего пока не надо. Շատ ավելի լուրջ խնդիրներ կան համայնքի մյուս բնակավայրերում, որտեղ գնացող հանրային տրանսպորտ չկա, որտեղ տարվա մեծ մասը ցրտաշունչ եղանակներ են, քամիներ, եւ այդ խիստ բնակլիմայական պայմաններում շատ դժվար է անգամ միակ գործը գլուխ բերելը, անասնապահությամբ զբաղվելը։ Օրինակ Մեղվահովիտ բնակավայրում, որը վերանվանվել է 1991 թվականին։ Միայն զբաղմունքը անասնապահությունն է։ Գյուղը ունի բարելահող, բարելահողեր ունի ինքը, իր ունեցած հողերը, արոտներ են եւ խոտարքեր։ Լավ արոտներ են, լավ բարձր կարգի արոտներ եւ լավ խոտարքեր։ Ոռոգման ջրի կարիք վարչական ղեկավարի խոսքով երբեք չեն ունեցել, քանի որ տարածաշրջանում խոնավության բարձր մակարդակ կա։ Սուբվենցիոն ծրագրով որոշակի աշխատանքներ տարվել են, ճանապարհի մի հատված բարեկարգվել է, հուսով են, որ գյուղը շուտով կգազաֆիկացվի։ Մեղվահովիտում 116 հաշվառված բնակիչ կա, սակայն գյուղում 94-ն են բնակվում։ Դպրոցահասակ 16 երեխա ունեն, որոնք սովորում են հարևան գյուղերում։ Որից 3-ը կատնառատի ավագ դպրոցում են սովորում, միջնակարգ դպրոցում ավագ չի։ 13-ը Պլակատարնոյի հիմնական դպրոցում։ Երեխաներին հարևան գյուղերի դպրոցներ տանելու համար ծնողներն ամեն օր տարբերակներ են մշակում։ Ընդհանրապես համայնքի բազմաթիվ բնակավայրերում հանրային տրանսպորտի խնդիրն առկա է։ Բնակչությունը քիչ է, տենց էդ եմ պատճառ բռնում, բայց երևի տեսած կլինեք, որ Ճապոնիայում է աշակերտ 11 տարիք էլեկտրական քնածքը, որ եկել է երեխին տարել դպրոց ու բերել այդ մեկ երեխին։ Հարցնում եմ, բա ինչն է պատճառը, ասում եմ, միգուցե այդ երեխին կլիներ մեր Ճապոնիայի ապագան։ 90-ականներին այստեղ ապրում էին Գետաշենից տեղահանված հայ ընտանիքները, որոնք տարիների ընթացքում լքեցին գյուղը, տեղափոխվելով հիմնականում Ռուսաստան։ Գյուղում մնացել է Գետաշենցի 5 ընտանիք եւ Հայաստանի տարբեր մարզերից տեղափոխված ընտանիքներ, որոնց միակ զբաղմունքը անասնապահությունն է։ Աշխատանքը ծանր է, եկամուտը քիչ։ Կատիկինն է հիմնականում էժան, միսը որ չեն կարող իրացնեն, շատ դժվար է մսի իրացնել, դե հիմնականում ծախում են անասուններ տենց ոտի վրա, եզդիներն են գալիս, հիմնականում դա է։ Նույն վիճակն է հարևան Պլագոդարնոյի գյուղում, որտեղ եւս բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։ Վաղ առավոտից ուշ երեկո աշխատում են, դժվարությամբ վաստակում իրենց օրվա ապրուստը, իսկ իրացվող գյուղմթերքի կինը անհամաչափ է այդ ծանր աշխատանքի հետ։ Անասուն եք պայինքից, տնտեսություն ունենք։
Կա մարդ որ շատ կով ունի, ֆերմերի նման բան, այնտեղ աշխատում ենք կտվոր։ 135 կիլո կաթը, ժիրն են հաշվում։ Կռվում են հետներս, դե կաթը կովա կաթը տալիս է, ինչ անում է, դա կաթը տալի։ Ջահելությունը սա գնում է խոպան, որովհետև ստեղը դենց աշխատանք չկա, որ իրանք աշխատեն, առաջ գոմեր կար բան, հիմա ոչ մի բան չկա։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Ռեգիոնս TV, Լոռու մարզ, Տաշիր համայնք։